Bayri Gunzes. Այսօր որոշեցի ես ֆորմատով խոսամ, փուչուրիկ էլի։ Եկել եմ, քանի որ Ալավերդի չգնացի չհարմարվեց, եկա այստեղ ու քանի որ Սիլվա Կապուտիկյանի այդ տողերը, որ ասում եմ որ անգամ մտքից անես, քմայլեզուն չմոռանաս, ին փոքրուց ին վրա շատ տպավորվե ու շատ ճիշտ խոսքեր ասի կամ Սիլվա Կապուտիկյանի գերեզմանին խունկ վառենք, խունկ ծխենք, մնացած գրողների հետ մի երկու բառ խոսամ ու գնամ իմ գործին։ Իսկ ինչի եմ ուղիղ եթերանում հատկապես գրողների մոտից, որովհետև կարգավիճակով ճիշտ է ես գրող չեմ, ես կարգավիճակով գրող չեմ ինչ-որ, ինձ գրող չեմ էլ համարում, ես ուղղակի մի րոպե, ես ուղղակի սիրում եմ գրելու ձևով արտահայտվել, վաղուց եմ արտահայտվում, մի քիչ որ համացանցը հնարավորություն ա տվել, ռիլսեր եմ սարքում, գցում, ով ծանոթ ա գրածներից ծանոթ ա, ով ծանոթ չկա ծանոթանա, ինչի եմ հատկապես եկել այստեղ, ու խոսքս ուղղում եմ այն գրողներին, ովքեր լուռ են այսօրվա այս վիճակների համար, ու ընդհանրապես, ովքեր ուղղակի գրում են, անուն դրել են, որ իրանք գրող են, գրում են, տպագրում են, բարեկամների մեջին այդ գրքերը բաժանում են, ու վերջ, ծափ են տալի, ծաղիկ են ստանում, ինչ-որ միտեղ գրվում ա, որ իրանք գրող են ու վերջ։ Ես կարծում եմ այդ մի քիչ սխալ ա, հատկապես, որ հիմա նայեք, այստեղի մեռած գրողները ավելի շատ են աղմկում, քան այսօրվա շատ գրողներ։ Ես չգիտեմ ով ա որոշում, որ մարդը գրող ա, թե չէ։ Այդքան խելքս դեռ չի հասնում, որ ով ա որոշում, որ մարդը, ասենք, բանաստեղծ ա, մարդը վիպասանա, կամ չգիտեմ, միգուցե դրա համար ինչ-որ նորմեր կան, բայց ինձ համար շատ աննորմալ ա, որ այսօր գերակշիռ մասը, ասենք գրողների միության, բոլորին չի նկատի չունեմ իհարկե, նրանց, ովքեր վախենում են Արցախ բառից, ասենք Արցախը տվին դավաճանաբարտերը, ոչ մեկը չխոսաց, ոչ մի գրող չարտահայտվեց, ոչ մի գրող, բացառությունների մասին չեմ ասում, լավ գիտեք արտահայտվողների, այն գրողների մասին ա խոսքս, ում գրվածքների վրա ոչ թե ես դաստիարակվել եմ, այլ ոգևորվել այն տարիներին 90-ականներ, ասենք ինչի եք գրում էլի, եթե պետք է գրեք ձեր տանը պահեք, եթե պետք է գրեք այս քաղաքական, այս թողուբոհի մեջ ոչ մեկը չխոսակ, վախում եք ինչ էլի, ասենք որ ասեն դուք գրող չեք, ես ասում եմ, ձեր ստացած բոլոր դիպլոմները կերեք, պատռեք կերեք, ով ինչ-որ դիպլոմ ա ստացել, որի վրա գրված ա, դուք մեր ժամանակների լավագույն գրողն եք, ու կոնկրետ դուք, ովքեր ունեք այդ դիպլոմները, պատվոգրերը, պետական պարգևները, կապ չունի, նախկինից եք ստացել, ներկայից եք ստացել, կապ չունի դա ձեզ նախագահն ա տվել, թե ինչ-որ մի վարչապետի կա տվել, կապ չունի, եթե դուք ունեք այդ ամենը ստացած, պրոստը պատռեք, կերեք, եթե չեք արտահայտվում, եթե ձեզ չի անհանգստացնում այսօրվա այն ծանր վիճակը, հետո եթեր չէի անելու, ուղղակի բանաստեղծություն է պետք է սենց ռիլս անեի գցեի, բայց շատերի ինձ ասում են այդքան ակտիվ ես, կանանց մարտի 8-ը չշնորհավորեցիր, ինչի շնորհավորեմ կանանց մարտի 8-ը, եթե այսօր լիքը մայրեր, տատիկներ, քույրիկներ, չգիտեմ, սիրած աղջիկներ, նշանվածներ, այսօր սպասում են Բաքվում, այսօր սպասում եմ, թե իրանց կեսը, թե տղամարդ կեսը Բաքվից հետ կգա, թե չէ։ Խոսքս վերաբերում ա բոլոր այսօրվա այն գերիներին, ովքեր իրանց ում կյանքի շնորհիվ մենք այստեղ ապրում ենք, այս լուսավոր աշխարհում, իսկ իրանք գերի են ու իրանց ով ա դատում մեր թշնամին։ Բոլորին ա վերաբերում այստեղ
պետական այրերի մասին չեմ խոսում, ասենք Ռուբեն Վարդանյանի եւ մնացածի։ Այն մարդիկ, ովքեր շատ թե քիչ ինչ-որ ձևով արել են Հայաստանի համար ինչ-որ մի բան, հանրապետության համար ինչ-որ մի բան։ Ուրեմն ես որպես գրական աշխարհում ոչ թե քայլեր անող, ոչ էլ կայացած, այլ գրական աշխարհում իմ մտքերը արտահայտող մարդ, ասում եմ, ամոթ ձեզ շատ մտավորականներ, ամոթ ձեզ լիքը բանաստեղծներ, գրողներ, որ դուք լուռ եք, ես չեմ ասում դուք եկեք մուրճերը վերցրեք, ցույց արեք, որ մի հատ էլ կարմիր բերետները կան ձեզ հավաքեն տանեն, կամ այս վարչապետային չա, վերջը, սամազվանեցը, կամ ցենց ասած փողոցից եկածը, ում բերինք բոլորս, այդ դեպքում նաև ես, որ իմ մեղքի զգացումը տանջում այնց էլի, ասենք, ամոթ ձեզ ուղղակի գրողներ, կարող այն խոսքը այդքան կարևոր էլ չի, կարող է կարևոր չի, ոչ մի արժեք էլ չունի ձեզ համար, չգիտեմ, բայց ես որպես ընթերցող ամոթանք եմ տալի ձեզ ձեր լռության համար, բա դուք մի որևէ անգամ ասենք այդ Ռուբեն Վարդանյանը կամ ինչ որ մեկը ձեզ գումար չտվեք իր տպելու, չգիտեմ, կամ իսիմ էլի, կասեն ձերսից ոնց շնորհավորեմ ես այդ մեր հակառակ սրի ներկայացուցիչներին, ասենք ոնց ասեմ ձեր մի ամսյակը շնորհավոր, եթե այսօր ասենք սրտատրոփ մարդիկ սպասում են, թե Բաքուն ինչ կորոշի, ասենք Բաքունով է, որ Բաքուն որոշի, քու հային այնտեղ դատում են, դու լուռ ես, այսօր նայում եմ ամբողջ քաղաքը ծաղիկների մեջ, շատ լավ է, որ այդ ամբողջ քաղաքը ծաղիկների մեջ է, ծաղկի գործը sense կռում է, փող են աշխատում, երիտասարդ զույգերն իրար ծաղիկներ են տալի, չգիտեմ, տատիկի համար է մեկը տանում, մամայի համար է տանում, ընկերու համար է տանում, իր դստրերի համար է տանում, բայց եկեք չմոռանանք, որ այսօր, այո, եթե Բաքվում դատում են ինչ-որ հայի, դա դատում են մեզ բոլորիս ու դա ամոթ է, ու այդ ամեն ինչի համար չեմ խոսում էլի, այդ կառավարություն բանկ ինձ համար հետ չեն, կառավարություն, իշխանություն չկան, կուսակցություն, ընդդիմադիր կուսակցություններ, են ձևական են, չգիտեմ, դրանք էլ вообще վաղուց չկան, այդ դերասանները, բոլորը դերասան են, ու մեծ մասը։ Հա, լավ գոնե ասենք սիրելի իմ գրողներ, սիրելի հարգելի գրողներ, գոնե ասենք, չգիտեմ էլի, շաբաթը մեկ հավաքվեք, խոսացեք այդ թեմայով, որովհետև լիքը մարդ, ես համոզված եմ շատ մարդիկ ձեր խոսքին են սպասում, ասենք ձեր սրտացավության, չասեք թե ձեզանից բան չի կախված, լիքը բան է ձեզանի կախված, ձեր խոսքը կարա, ասենք 100 հոգի եք, չգիտեմ, ինչ-որ սիմվոլիկ 100 գրող ունենք, 100 հոգին խոսա, համոզված եմ 100 հոգի կանհանգստանա, ասենք ինչքան կարական տարբերել եք, իլի ասում, ես անդադ Երևանին եմ մեղադրում որպես մայրաքաղաք, որովհետև այստեղ 90%-ն անտարբեր այդ ամեն ինչի հանդեպ, բայց 100%-ով համոզված եմ, որ շատերը նույնիսկ չէիք էլ մտածում, որ կարա Արցախը մի օր գնա, չգիտեմ, էլի օկուպացվի, էլի հայաթափվի, այսօր արցախցիների վիճակը ահավոր է, ես լիքը ծանոթ ընկերներ ունեմ, չգիտեն էլ իրանք Հայաստանի քաղաքացի են, թե թամպես ես աշխարհից են, թե չէ, եկող մարդկանց Մարս ուղարկեք, ասեք են, մի հատ բան ունենք, ինչեր է, արա ինչեր է, ճլտ նախարար, սպասեք հիշեմ, մխիթարա, մխոա, հա, Թուրքի մաման լացացրին, այդ կազմակերպության, հիմա էլ այդ մխիթարը հիմա տիեզերանավ էր արտադրելու ու բոլոր արցախցիներին ուղարկի Մարս, այդ հույսով դուք սենց ապրեք, այսպես, ամոթ է ժողովուրդ, էլի եմ ասում, իմ խոսքը կարա թանրապես արժեք չունենա, բայց ես չեմ կարա չարտահայտվեմ որպես հայ, թե հետ չեմ ասում որպես գրող, որովհետև ես էլ եմ ասում, ես ինձ գրող չեմ համարում, ես ուղղակի ես ծաղրանկարիչ եմ, հա, այդ ծաղրանկարիչ եմ, լավից վատից կարողանում եմ ինչ-որ ձևով երևույթները ոչ թե հումորի ձևով, այլ մի քիչ գունավոր ներկայացնել աշխարհին։
ինձ պետք չի այդ լայքեր, մայքեր, սրտիկներ, ասենք, ես այն վաղ որ լայք չկար, ես չէի նկարում էի ժամանակին 9-րդ առաջի անգամ պիոներ կանչում, հետո դարավ կանչ, այն ժամանակ ինչ լայք, ինչ բան չկար, ու չասեք թե Գավենը լայքերի համար անում, կամ ես ուղղակի որպես հայ անհանգիստ եմ, թե հետո ինչ կլի, հետո ցույց կտա, պետք է հենց անենք լավը լի, բայց դուք ամոթ ձեզ, 1000 ամոթ, տարեք ձեր այդ ստացած կոչումները, դիպլոմները պատռեք, կերեք, ասում եմ, բոլոր այն գրողները, ովքեր պետական պարգևներ ունեն նախկիններից, ներկաններից ու հիմա լուռ են, այդ դիպլոմները պատռեք, կերեք։ Կամ էլ գնացեք զուգարանում օգտագործեք, ումա պետք ձեր այդ դիպլոմները։ Եթե չմոռանանք նաև, որ դուք ընթերցողի հաշվին եք գրող։ Ասենք դու եթե գրեք ու տանեք դնեք ձեր տանը, ով պետք է իմանա, ոչ մեկ։ Դուք գրել եք, տպագրվել եք, չգիտեմ, դամա պետական պարգևներ եք ստացել։ Ես որպես հայ, որպես ընթերցող, ասում եմ 1000 ամոթ ձեզ, 1000 ամոթ։ Ասենք, եթե գոնե մի անգամ արձագանքվեր, մի ասում են ինչ կարանք, ինչ օրինակ ինչ չեք կար, շատ բան կան, ոնց է կարա իմ ժամանակներում, տպվում էին Շուշիի մասին, չգիտեմ, Մոնթեի մասին, ես իմ մասին վերքեր, ես դրանով լավից վատից դաստիարակվել եմ, իմ հայրենասիրության ինչ-որ մի մասնիկը, իմ ազգային։ Մի օրինակ, որ Սիլվա Կապուտիկյանը կենթանի էր, ինչ կասեր ձեր, էլի ասենք, ամոթանք կտար, Սիլվա Կապուտիկյանը ձեզ ամոթանք կտար, ասենք, ու ինքը ճիշտ է ժամանակին, ինքը հենց նենց չի ասել, որ մոտ մրգից տանես, թե մոտ անգամ մտքից անես, մայլ լեզուն չմոռա, ինքը լավ էլ իմացել է ում ասում, ոնց որ այսօր է, այսօրվա բոլոր, այ, ասենք ուրախալի այսօր մարդիկ էս գալիս են, պտտվում են, նայում են, գիտեք ինչ կա, ես չեմ ասում մենք ես գերեզմանապաշտ եմ կամ ինձանից ես բոլորից շատ եմ հայրենիքը սիրում կամ բան չէ, տենց չի, դա ամենքը իրա չափով է սիրում, իրա ձևի է սիրում, բայց եթե երբևէ ես ունենամ այդ կարգավիճակը, որ ես արդեն գրող եմ, այն ժամանակ էլ լրիվ ուրիշ ձևի կխոսամ լրիվ ուրիշ ձևի։ Ես այկանք ինչ էր, մի հատ խունկ էր վառեցի, և մորս անունի համար և բոլոր անցավորների համար, պրոստո ինձ հետաքրքիր էր, որ կամ միգուցե գրողներն են ստեղ աղմուկում, ու ստեղ մի հատ են աղմուկ առաջացել, Վահան Տերյանից, Սիմա Թումանյանով, չգիտեմ, մնացած մեր մարդկանց չեմ ասում, որովհետև ես այսօր կոնկրետ գրողների հետ եմ ուզում խոսամ ու Սիլվա Կապուտիկյանից էլ եկա շնորհավորեցի կանանց մի անցյակը ու իրան ինքն ինձանից լավ գիտի իրավիճակն էլի չգիտեմ ով նոր միացել ես այդտեղ ցույց եմ անում ոչ չգիտեմ ինչ եմ հավաքում ինձ պետք չի այդ աուդիտորիա ասենք լսարան հավաքել ես լավից վատից իմ լսարան ունեմ իմ կարդացողն ունեմ հետագայում ավելի շատ կիմանան երբ որ կտպագրվի այսինքն հաջորդ գրքերը եթե իհարկե տպագրվի ով նոր միացել որ ասեմ ով նոր միացել ասեմ ձեզ որ եկել եմ այստեղ Կապուտիկյանի մոտ խունկ ենք վառել խունկ ենք ծխել իր հետ մի քիչ խոսացինք զրուցեցինք ես իմ բողոքն իրան ասի թե ինչից եմ բողոքում ու մի անգամ էլ ասեմ որ սիրելի հարգելի պաշտելի գրողներ ովքեր այսօր լուռ են ես մեր Հայաստանի իրավիճակ ես ներքաղաքականություն իդեպ այդ որ ասում եք ում հարցում ես ասում եմ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում սուտ եք ասում դուք գնում եք ընտրության
Ում եք ընտրում ինչ-որ մի հատ քաղաքական մարդու, ով հետո քաղաքական գործունեությունն է, չէ, ծավալում, լավից վադից, երես փոխանա դառնում, շաբիկ փոխան, չէ, երես, շաբիկ փոխանա հագնում, երես փոխանա նաև, բայց այդ ամենի մեջին, ասենք, լրել լուր են իմ ճանաչած, իմ իմացող գրողները, մենակ ես ինչքան գիտեմ, իդեպ վերջերս ուրեմն մի ասուլիսի էի գնացել, Հայակվեի ասուլիսին, ու մարդիկ, Հայակվեի անդամները ցավոք նշեցին, որ շուտով նաև գիտական լեզուն էլ հայերեն չի, ոնց որ են սովետների վախտով էլ մի պահ, ասենք, ու դրա համար արձագանքող չկա, ասենք, իմ կարծիքով, բացի գենը, լեզուն ավելի առավել է հայ ելելու համար, չգիտեմ, կարող է սխալվում եմ, թե դու հայերեն չես խոսում, եթե քու սերնդին հայերեն պետք է չկրթես, եթե քու սերունդը պետք է գնա օտար լեզվից թարգմանի, ինչ-որ տեխնիկական բաներ գա, սովորի, իրար, ցավալիա, ես ուղղակի ասի թող արձագանքեն, եթե գրողներն ինձանի կնեղանան, ասեն զավամոտ եք ինչեր ես ասում, բայց թող ասեն, ես դեռ չեմ անդրադառնում արվեստի մնացած մարդկանց, դրա այդ օրն էլ կգա, ոչ էլ ինչ-որ կոչեր եմ անում, որ վայ եկեք, պետք չի, ամեկը ձեր ձևով, ամեկը ձեր գործի մեջ պայքարեք, պետք չի փայտեր մահակներ վերցնել, գնալ ընկնել քուչեքը, սրան նրանց էցել, հետո միլիցեքն էլ բռնեն տանեն, պետք չի դա։ Եթե սխալ բան եմ արտահայտվել, կարակ ասեք, որ ես սխալ եմ։ Չեմ ասում ասեք, վայ Զավեն դու այդ ինչ ճիշտ ես, չէ, բայց եթե ես սխալ բան եմ ասի, ասա Զավեն ես բանը սխալ ասում, սա Զավո Սալավերդի, դու էլ ես չէ արդեն գրում, հայրենիքի մասին, մոր մասին, սիրո մասին, չգիտեմ, ասեք ես ինչ բանը խի ես սխալ գրել, ես բացատրեմ խի եմ սխալ գրել, եթե իհարկե ծանոթ չեք իմ դրվածքներին, մինչև որ, Էնա ուրախալի մի հատ ինձ շատ ուրախացրեց այս փաստը, ես չգիտեի, եսա նայեք, մարդիկ եկել են Պանթեոնում պտտվում են, ով մի ավելի շատ եմ գրելու, հետագան, որ ես կդառնամ իրոք, ես ինձ կհամարեմ գրող, ասեմ Զավո Սալավերդի, չգիտեմ, բանաստեղծ, վիպասան, արձակագիր, տարարիրարամ, այնվաղ ես լրիվ ուրիշ ձև կարտահայտեմ, բայց քանի որ ես ուղղակի քաղաքացի եմ, Հայաստանի քաղաքացի եմ ու իմ գործերին, աշխատանքին զուգահեռ, իմ ընտանեկան, ասենք, այդ ընտանիքին զուգահեռ, իմ ապրելուն զուգահեռ ժամանակ եմ գտնում ստեղծագործեմ, արտահայտվեմ, ճիշտ եմ համարում նաև սենց արտահայտ, պես ձևով արտահայտվեմ, հետո, քանի որ ուղիղ եթերում եմ ասեմ նաև շնորհակալություն բոլոր իմ հետևորդներին, ովքեր իմ էջին անընդհատ հետևում են, ովքեր իմ կարդացածներին արձագանքում են, ովքեր կիսվում են, գիտեք ինչա, հարցն են չի, թե ինձ ինչքան լայք կտան կամ իմ դիտումը 10,000 կլի, թե 100,000, չէ։ Ինձ ուրախացնում է, որ երբեմն իմ են ջղայն գրածները, ասեմ, որ ջղայնացած եմ գրում, ինչ-որ մի հատ բան եմ գրում, մեկ էլ ասեմ, ինչ-որ մեկը կիսվեց, ու այդ կիսվողի էջում էլ ինչ-որ մեկն է կիսվել, իր կարծիքն ասել, արտահայտվել, դա ինձ ուրախացնում է, այնքանով այդ փաստն ուրախացնում, որ փաստորեն այդ մտքի էլի մարդ կա, փաստորեն էլի մարդ կա, որ ցավում է Արցախի համար, ոնց կարա էլի հայը անտարբերելի, ասենք վերջերս Նորքում, ասենք մեկին հարցնում ես, ասում ես, բա որ ասենք թե էլի, հարցնում ես, բա որ թուրքը գա
Տիգրանաշեն, ասում հա ինչ ես նորքում եմ ապրում, ասենք խնդալու, այդ մարդուն էլ բան էլ չես ասում, ասում ես դու ուրեմն արդեն էլ չես, դու վաղուց մեռած ես, եթե դու այսօր ասենք Կապանում Ադրբեջանը դրոշա դրե, դու անտարբեր, դու վաղուց մեռած ես։ Հարգելի Գոհար ջան, բան չի եղել, ուղղակի ես որոշեցի ոչ թե որոշեցի ճիշտ կդա ամոթանք տամ այն գրողներին, հա այն որ քանի որ դու նոր ես միացել, ես քեզ էլ ասեմ, որ ես ինձ գրող չեմ համարում, ես ընդամենը արտահայտվում եմ նաև գրելու ձևով։ Ասենք դու գիտես, որ ես ծաղրանկարիչ եմ, չգիտեմ, օպերատոր եմ եւ այլն, բայց ես նաև արտահայտում եմ գրելու միջոցով, բանաստեղծությունների, ինչ որ մտքերի, քառատողերի, վիպակների, հեքիաթների, ու մեկը, երեք մեկն ասում է զավ ես կանացի, ու մեկը այս վերջը ես ասում է զավ ես կան ակտիվ ես կանաց տոնը չշնորհավորեցիր, ես էլ որոշեցի ուղիղ եթերում ասեմ, որ ես իսրտե բոլոր կանանց, մայրերին, քույրերին, տատիկներին, ընկերուհիներին, գործընկերուհիներին միշտ եմ բարեմաղթանքներ ասում, անցնող կարող է սիրուն աղջիկի ասեն, վայ դուք ես ինչ սիրուն եք, պետք չի կանանց համար ինչ որ մի հատ հատուկ տոն, եթե դու պետք է անդադ ու շատ ելես։ Իսկ ինչի չեմ հատուկ շնորհավորել, որովհետև այսօր լիքը մայրեր, Գոհար ջան, սպասում են Արցախահայության համար կյանքը դրած մարդկանց տուն վերադարձին, ովքեր Բաքվում դատվում են, Հայաստանում չէ, Բաքվում, ամոթ է էլի դա, ասենք ես ոնց շնորհավորեմ, որ այդ լիքը սիրած աղջիկեք մինչև մի սպասում են, որ իրանց ասենք սիրածը պետք է այդ գերությունից վերադառնա։ Ես մենակ կարամ լավը մաղթեմ, ասեմ, ոչ թե հույսներս դնեմ, չգիտեմ ում վրա, վերևների, ներքևների, բան վրա, ձև գտնենք մարդկանց հետ բերելու, մխիթարելու, ասենք, լիքը մարդ, ես գիտեմ, որ լիքը մարդ Ռուբեն Վարդանյան, մի չասեք Ռուբեն Վարդանյանի պաշտպանն է, չէ, Ռուբեն Վարդանյանի մասին չի խոսքը, բոլորի, ովքեր ընդեղ են, այդ մարդիկ, ստեղ լիքը մարդ կան, ժամանակին ինչ որ ձևով օգնել են։ Եկեք թողանք, եթե ինչ որ բաներ էլ արել են, չգիտեմ, կերել են, թալանել են, թող գան ստեղ դատվեն, ոչ թե Բաքվում դատի, հատեմ ես ձեռ առնի, ասենք ինձ համար ամոթ է, որ դոշը դեմ տված հայերը են, որ կռվել են բան, մինչև այսօր Բաքվի բանտերում են ու դու չգիտես նրանց հետ ինչ են անում։ Այդ մարդիկ հետ կգան, հետ չեն գա։ Թե չէ Գոհար ջան, ես իմ Գոհար Փոլադյան ջան, ես իմ ջղայնությունը դու լավ գիտես ոնց եմ արտահայտում։ Ծաղրանկարների միջոցով, ինչ որ ռիլսերի միջոցով, փոքրիկ վիդեոների, իմ գրվածքների միջոցով, իմ վիպակներում ինչ որ հատվածներ եմ դրան տրամադրում։ Ուղղակի այսօր եկա այստեղ, հեսա, Սիլվա Կապուտիկյանի հետ խունկ վառեցինք, խունկ ծխեցինք, մեր գրողների հետ զրուցարի, դերասաններին ու մնացած մեր մեծերին չեմ անդրադառնում, ես ասա, ասենց հավաքված են, իրանց աղմուկը ահավոր է, ասենց գլուխը սպայթում է իրանց աղմուկից, որ էսխի են լուր, ուր են մեր մտավորականները, ուր է մեր այդ մտավորականը զանգվածը, ասենք, ու Գոհար ջան, քանի որ ասում ես էդ ինչ ա եղել, Գոհար ջան, ասեմ, որ էլի եմ պետք չի գնալ քարերով փշրել, ջարդել, հատ էլ գնալ եմ էլ ոստիկանություն, պետք չի, գրողները դի արտահայտվեն իմ կարծիքով ու ես հիշում եմ Արցախը, որ սրանք ու այս ներկայիս իշխանությունների մասին է խոսքը, սրանքը ու արդեն անցած դարած բոլոր այդ իշխանավորների, ովքեր ոչինչ չարին Արցախը պահելու համար, պրոստը ուղղակի էին էլ իրանցից, եկան, գնացին, կերան, լափեցին, ես ու դու իրան ընտրեցինք, պաշտոն առան, պաշտոնը խու հավերս չի տնաշեն, պաշտոնը խու հավերս չի, մի բան կանեիք, կպահեիք, այսօր հետ ասենք,
կապ չունի, էլի Սյունիքն է, Մեղրին է, չգիտեմ, Նոյեմբերյանում ինչ-որ գյուղ է, այդ ամեն ինչը մեր Հայաստանն է, այդ ամեն ինչը մեզանից է գնում ու դուք լուր եք, էլի։ Այո, հեսա, մեր ֆիլմակա։ Այո։ Ու ես այո, մեր մարդիկ են, հեսա եկել են, ծանոթանում են, բա։ Ու դա ուրախալի փաստ է։ Ինձ ուրախացրեց այս փաստը։ Էլի կարան մարդիկ գնան, ուրախանան, չգիտեմ, այս ինչ եք ասում, առևտրի կենտրոններ, չգիտեմ, գնաք ֆիլմեր նայեք։ Հա, իդեպ ֆիլմերի այս վերջերս Վազգեն Սարգսյանի մասին որ ֆիլմ էին նկարել, իհարկե չստացվեց, որ ես ֆիլմը նայեմ, ես շատ ցավով ընդունեցի։ Հիմա կասեք, ինչի չես ուրախանում, չեմ ուրախանում, որովհետև նմանատիպ ֆիլմեր պետք է նկարահանվեին 90-ականներից, որովհետև ասենք երկիրքասկի հերոս չունի, չգիտեմ չունեն, ամերիկացի Ռեմբո են նկարել, Ռեմբո են նկարում ամերիկացի սովորտ Ռեմբո։ Այն դեպքում, որ մեր այդ հավաքական կերպարները անթիվան համար են, էլի սենց Տիգրան Մեծից առաջ սկսած, ինչքան չեմ ուզում այդ պատմական թվերին բան անդրադառնամ, որովհետև ես այդ թվերն ու վեր այդքան էլ լավ չեմ հիշում, անուններ լավ չեմ հիշում, մի բան էլ են չեմ ասի, հետո կսարքեն, որ Զավեննես ինչ չգիտեր, այն ինչ չգիտեր։ Ես մենակ մի բան գիտեմ, որ մենք մեր հերոսներին, մեր ազգի նվիրված մարդկանց, նրանց մասին մի ոչ մի բան չենք անում։ Ես իմ չափով փորձում եմ ինչ-որ բան անել։ Ինչքանով է ստացվում, չգիտեմ։ Ես իմ չափով սենց փուճուրիկ ուզում եմ ներդրում ունենամ ու ամոթ էլ կլի որ ներդրում չունենամ, շատ ամոթ կլի, հա։ Այմար այդքան փոխեր եք դնում, ասենք սերիալներ լավ եք անում, դրեք, թող դերասաններն աշխատեն, ռեժիսորները, օպերատորները, թող այդ որտեղ տուն եք վարձակալում, բոլորն աշխատեն, բայց ինչ-որ ախր մեր պատմությունը այնքան հարուստ է, որ մի քիչ ֆանտազիա մեջ չունի այդ տվյալ մարդը ինչ-որ բան արած, այլ մարդ հնարեք դրեք, օրինակ, ասենք Անդրանիկի մասին, արա մի հատ բան չունեք նկարած, ասում դու ինչ ռեժիսոր ես էլի, ով է քեզ այդ կոչումը տվել, որ դու մի հատ մեր հեթանոց ժամանակների մասին բան չու, ասին Գառնու մասին, հա կա, նոր հիշեցի, կա, բայց ուրա, ոչ դա քարոզվում է, ոչ բան արվում, էլի, ով էլ նման մի բան անում, վարկաբեկում են, եսին ինչեր են անում, տնաշեն, չգիտեմ, ես չեմ հասկանում այդքան, իմ խելքը այդքան միգուցե չի հասնում, ստեղ մեզ կթվա թե հանգիստ է, բայց աղմկում են, հեսա, մի քիչ Սոս Սարգսյանն էլ եք ասում, սա Գոհար Գասպարյանն անստաց դարն անում, ասում են Վահան Տերյան այնտեղ, ասում ծնունդ են ինձ հիշում, ասենք, գալի, ինչի պտի ծնունդ, ամեն անցնելիք մտեք, մի հատ ես աուրան ձեզ լիքը բան կտա, պտտվեք գնացեք, բայց նաև ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այն արվեստի մարդկանց, այն գրողներին, ովքեր այսօր մի քիչ ակտիվություն են ցուցաբերում։ Ովքեր այսօր ակտիվ։ Օրինակ ես ինձ շատ լավ եմ զգում այսօր այս գրողների հետ։ Սիրելի երգչուհիներ, երգողներ, դերասաններ, ինձ կներեք էլի կոմպոզիտորներ, ճարտարապետներ, այսօր ուղղակի գրողների հետ եմ զրուցում, մի օր էլ կգամ ձեզ հետ կզրուցելու, ձեզանից ինչ-որ խորհուրդ կհարցնեմ։ Իդեպ ասեմ, ես միշտ եմ մեր գրողներից խորհուրդ հարցնում, միշտ իրանց հետ հանդիպում եմ, խորհուրդ եմ հարցնում, իրանց այդ գրածներով ինչ-որ փորձում ես մի հատ ոչ թե նոր բան, այլ ճիշտ ընկալ, որ ճիշտ ընկալ ես իրանց գրածը ճիշտ հասկանաս էլի, ինչ են ուզեցի ասեն, խի են ասել, ու ես հիշում եմ, որ էլի անդրադառնամ Սիլվա Կապուտիկյանի կոնկրետ այդ տողերին, ես Մոսկվայի ու չգիտեմ ինչ հավաք էր,
Ես այնտեղ ասի շատերը վայ ինչ ես ասում, ոնց կարելի է մորը մոռանալ, նավ ես չասի մորը մոռացել, մորը մոռացող ունենա լեզուն էլ կուրանա, էլի։ Ես շատ ընկերներ ունեմ, որ ֆիլմեր են նկարում, այդ ինչ եք ասում, փուճուրիկ ինչ որ ռիսեր, չգիտեմ էլ ինչա կոչվում, վերջը, լավ են անում, ապրեն իրանք, բայց իրանց կխնդրեի նաև անդրադառնան, ասենք պատկերացնեք Աբաջանի մասին հատ ֆիլմ անի, ասենք ումից եք վախում էլի, ումից եք, վախում եք ձեզ, ասեմ ինչից եք վախում, դուք ցռան եք, տակներդ լցնում եք, որովհետև այս իշխանությունները լիքը նախկինների հետ լեզու տված, արդեն Արցախ բարի համար, ասենք կարան դատեն ու մարդը, ասենք կինո հանի Աբաջանի մասին, որ Աբաջանը նռնակապայթացրուց Արցախի համար ու սաղին բռնեն, չգիտեմ, նստացնեն մի հատ էլ հանձնեն Ադրբեջանին, այ դրանից եք վախում, օտար երկրներում ապրող հայեր ջան, ով ինչ ճանաչում է, ձեզ էլ է վերաբերում խոսքս, որ եթե դուք այդտեղ եք ստեղծագործում գրում, ամոթ չի էլի, որ ցավ ապրեք, ասենք անդրադառնաք, ու պարտադիր չի, մենակ Ռուբեն Վարդանյանի մասին խոսակ, այսօր մենք լիքը գերի ունենք, լիքը, չգիտենք կգան էլ, թե չեն էլ գա, ու դուք լուր եք, ասենք գրողներ, խի եք լուր, գնացեք ձեր դիպլոմները պատրեք կերեք ուղղակի, այդ գրած գրքերը տարեք զուգարանում օգտագործեք, ես ձեր բոլոր գրվածքները այլևս պետք է օգտագործեմ զուգարանում, հա, պարզ ասում եմ, եթե դուք լուր եք, չեք խոսում Արցախի մասին, գերիների մասին, զոհվածների մասին, Եռաբլուրի այդ սևազգեստ մայերի մասին, տարեք ձեր գրածները զուգարանում օգտագործեք, կներեք արտահայտությանից, իհարկե, որ այս սուրբ վայրից ես ասում եմ, բայց տարեք, կերեք, վառեք, պատրեք ձեր այդ ստացած պարգևները, ումա պետք ձեր ստացած պարգևը, եթե դուք որպես գրող, ասենք ես վաղը չեմ մյուս օրը, եթե չարտահայտվել, ումա պետք իմ գրած, ում համար եմ ասենք գրում, ես եթե արտահայտվում եմ ու դա դառնում է հանրային, դա արդեն հանրությանն է, չէ, հա, տակին ստորագրում է Զավոս Ալավերդի, կամ ես եմ ասում Զավոս Ալավերդին, ես ինչ բանն ասավ, բայց եթե ես այդ ամեն ինչն անեմ լուր, ասեմ, վայ, տեսակ ինձ գործից կհանեն, վայ, տեսակ ինձ դիպլոմ չեն տա, ինչ չեն ասի, որ դու գրող ես, չեն ասում, չեն ասի, ցկած իրանց վրա, ով պետք է ասի, էլի, ով պետք է որոշի այդ վերևներում, ով է որոշողը, որ ես գրող եմ կամ գրող չեմ, էլի, ամոթ արախելքի եկեք, ամոթ է։ Հա, հարգելիս, էլի կարան վախեն աշխատավարձից կտրվեն, ասենք, բայց չէ որ դու ստեղծագործում ես Հայաստանի Հանրապետությունում, եթե վաղը մի օրը Հայաստանի Հանրապետությունում չելավ, այսինքն դու պետք է ասենք, թե ինչ-որ եղավ Թուրքիայի մի հատ, չգիտեմ, վիլայետ, հիմի դու այդտեղից պետք է ստեղծագործես տենց ստորագրվես, ով ես դու էլի, անունը դրել եք, ինչ բան, գլոբալիստ, չէ, ինչ եք ասում, ես էլ եմ գրում, ասենք, հենց թեմաների մասին, որ այդ թեմաները ամբողջ աշխարհում, ասենք, կարա արդի, ասենք, ինքնասպանության մասին, որը ես համարում եմ ամենամեծ մեղքերից մեկը։ Ինձ թվում է բոլոր երկրներում այդ ատելի դատվում եւ հավատքին, ասենք, եւ քրիստոնյա մարդիկ են համարում դա մեղք, եւ չգիտեմ մուսուլմանները եւ ամենտեղ եւ մարդկայինորեն։ Հա։ Բայց ճիշտ, բայց չէ որ, ասենք, ումա պետք է իմ հայերեն գրելը, եթե ես Հայաստանում եմ, ստեղծագործում եմ հայերեն ու սրտացավություն չեմ արտահայտում Արցախի կորստի համար։ Մեկ Ադրբեջանում դատվող հայերի համար է ամոթար, էլի ապրեք ձեր կյանքը ունեցեք, էլի ձեր իրար սիրեք, գնացեք ավտո առեք, չգիտեմ, բայց արտահայտվեք գրողներ, թե չի ասում եմ, թքեմ ձեր վրա, հա, ամոթ ձեզ անցած ուղու վրա, ամոթ ձեր ապրած կյանքի վրա, ամոթ ձեզ դիպլոմ տվողներին 1000 ամոթ, ձեզ պատվոգիր տվողին 1000 ամոթ, եթե դուք այսօր
չեք արտահայտվում դրա վրով, ամոթ ձեզ։ Կարաք հիմա հետո ինձ ամոթանք տաս, որ Զավեն ինչեր ես ասում, տվեք, ինչ, ու ես միշտ պետք է ասեմ, կարաք ինձ ասեք Զավեն ամոթ չի, ասենք ինչ ես խոսում, այդ հայտնի գրականագետներին ու բանին ամոթանք ես տալի, իրանց երեսին էլ կասեմ ես, ու այդ օրը գալու է, ես գնալու եմ Եղողների միություն, բարձրաձայն ասեմ ամոթ նրանց, ովքեր լուռ են այսօր, որովհետև սիրելի, հարգելի, պաշտելի գրողներ, ձեր ամեն մի տողը խոսքը շատ կարևոր է այսօր մարդկանց, շատ է կարևոր, շատ, չեք էլ պատկերացնի, իսկ դուք այսօր ցավում եմ, դուք ինձ համար այլևս գրող չեք, դուք այլևս ինձ ոգեշնչողը չեք, ես ավելի լավ ագամ ամեն անգամ ես մեռած գրողների հետ խոսամ, ովքեր իրանց իմ համար ավելի կարևոր են, ովքեր ինձ համար ավելի աղմկում են, ում գրածները մինչև այսօր ավելի տեղին են, քան ձեր մրոտած գրքերի գույնավոր երեսներով, մտնում ես, ասենք, գրախանութները, ասենք, լիքը առնողներ են, դա ուրախացնում է, բայց եւ նայում ես, որ այդտեղ ոչ մի մեծամասնությունը, չգիտեմ,